Մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցելու եք։ Իհարկե ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Ես իմ կարծիքն է։ Պարտադիր։ Ինչ եք կարծում, ինչու ընտրություն Որն է ձերը։ Օրագին մյուս։ Հա, Եթե ընտրություններ չլիներ, Փաշինյանը կկազմակերպեր այդ զորահանդեսը։ չեմ կարծում։ Ինչու։ Ոչ մի անգամ չի կազմակերպել։ Ինչ եք կարծում, եթե ընտրություններ չլիներ, Փաշինյանը զորահանդես կկազմակերպեր։ Ձեր հարցը կորեկտ չի։ Ինչու։ Ինչու։ Нет։ Չեմ կարող։ Ինչ եք կարծում, եթե ընտրությունները չլիներ, Փաշինյանը այդ զորահանդեսը կկազմակերպեր։ Չեմ կարող։ Դե գնալու ենք, եթե ծառայության մեջ չլինենք։ Ինչ եք կարծում, եթե այս ընտրությունները չլիներ, Փաշինյանը կկազմակերպեր այդ զորահանդեսը։ Ինձ թվում է, հա։ Ոչ։ Ինչու։ Անպայման։ Ինչ եք կարծում, եթե ընտրությունները չլիներ, Փաշինյանը կկազմակերպեր այդ զորահանդեսը։ Գիտեք ինչ, դժվարանում եմ պատասխանում, ինձ թվում է միևնույն է կաներ է։ Դե մի Ինձ քանի տենց ա տարի թվում։ չէին արել այդ։ Դե հիմա մի քանի տարի այդ վիճակը չէր, այդ կարգավիճակը չէր։ Համարենք, որ կռիվ էր գնում, համարենք, որ ուրիշ պայմաններ կար, ինձ թվում է դրա պատճառով չի արվել։ Իսկ հիմա ավելի հաճելի չի։ Ինչի Ռուսաստանում կարան անեն, Հայաստանում չեն կարող անել։ Մեզ ավելի հաճելի է։ Չեմ մտան իմանում ինչ է այդ մայիսի 28-ը։ Զորահանդես են արել, Նիկոլ Փաշինյանը որոշել է զորահանդես արել։ Բա մայիսի 9-ին ոչ մի բան չարեցին, ուզում են հիմա մայիսի 28-ին անեն, հա։ Ինչ եք կարծում, եթե ընտրությունները չլիներ, այս զորահանդեսը կկազմակերպեր Փաշինյանը։ Չեմ կարծում։ Որովհետև ինքը ոչ մի բան չի անում այս երկրի համար, ինչ պետք է կազմակերպեր։ Էս հիմա ցուցադրական ցույց է տալու, բայց որ մտածում ես մի քիչ ավելի խորը, ինքը այսօր են մանա գալիս ամբողջ օրը խոսում է սահմանազատում, բայց այն հողերը, որ վեկալել են մեզնից ադրբեջանցիները, խետ մասին չեն խոսում, քիչ են հետ տալիս։ Խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն է բերել, բայց այդ ում հաշվին բերեց այդ խաղաղությունը։ Այդ 5018 տարեկան երեխեքի հաշվին բերեց այդ խաղաղությունը, հա։ Այդ խաղաղություններ թող նախորոք աներ, առանց այդ զոհերի աներ այդ խաղաղությունը։ Ես իրա կողմնակից չեմ, չգիտեմ։